Պետրոս առաքյալի ընդհանրական առաջի թուղթը 5 հորդոր երեցների։ Ուրեմն աղաչում եմ երեցներին, ես էլ նույնպես լինելով երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության, արածեցրեք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարական, ըստ Աստծու, ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք, հորդոր երիտասարդներին, նույնպես և դուք երիտասարդներ, հնազանդ եղեք ծերերին, բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ։ Խոնարհվեցեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին։ Արթուն եղեք, հսկեցեք, քանի որ ձեր ոսոխը, սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա։ Դիմադրեցեք նրան, հաստատուն լինելով հավատի մեջ։ Իմացեք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները, և բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ, նրան իշխանություն և փառք հավիտյանս, ամեն։ Վերջին հանձնարարություն և հրաժեշտ։ Սիղոանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ հորդորելու և վկայելու համար, որ Աստծո ճշմարիտ շնորհն այս է, դրանում հաստատ մնացեք։ Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնվող եկեղեցին, որ ընտրված է ձեզ նման, ինչպես նաև իմ որդի Մարկոսը։ Ողջունեցեք միմյանց սուրբ համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։